Ողջույն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, մի հրաշալի սաղմոս կարդամ, միտեղ աղոթք անենք ժողովուրդ ջան։ Նայեք 20-րդ սաղմոսում մի օրհնված խոսքեր ա վերաբերվում ա քեզ։ Ասում ա Տերը լսե քեզ նեղության օրումը եւ քո Աստծո անունը պաշտպանե քեզ։ Նա քեզ օգնություն ուղարկե սուրբ սարիցը եւ զորացնե քեզ քո եկեղեցու միջից, քո քաղաքի, քո պետության միջից։ Նա հիշե քո ամեն պատարակները եւ քո ողջակեզները ընդունե։ Նա քեզ տա քո սրտի ուզածին պես եւ կատարե քո ամեն խորհուրդները։ Թող ցնցան քո փրկությունովը եւ դրոշակ բարձրացնենք մեր Աստծո անունովը։ Տերը կատարե քո ամեն խնդրվածները։ Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին եւ լսում է նրան իր սուրբ երկնքից, նրա աչքի փրկության զորությունով։ Ոմանք կառքերով եւ ոմանք ձերով են պարտենում, բայց մենք մեր Տեր Աստծո անունը կհիշենք ու կպարտենանք։ Նրանք թեքվեցան եւ վայր ընկան, բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։ Տեր ապրեցրու թագավորին եւ լսիր մեզ մեր կանչելու օրումը։ Փառք քեզ Տեր ջան։ Այո, Տերը լսե քեզ նեղության օրը եւ քո Աստծո անունը պաշտպանե քեզ։ Ասում ա քո ուզածը, քո խնդրվածքը տա, քեզ քո սրտի ուզածը տա։ Նա հիշե քո ամեն պատարակները եւ քո ողջակեզները ընդունե, քո աղոթքը, քո սրտի նվիրվածությունը Քրիստոսի առաջ, Հիսուս Քրիստոսի առաջ բոլորը Տերը տեսնի եւ ընդունա։ Հիսուսն ասում է, ես ահա բնակվում եմ երկնքներում, բայց ես խոնարհի եւ կոտրված ու փշրված սիրտ ու հոգի ունեցողի հետ եմ լինում։ Իմ տեղս երկինքն է, բայց ես բնակվում եմ նաեւ խոնարհի, կոտրված ու փշրված սիրտ ունեցողի հետ։ Նայեք ժողովուրդ ջան, բայց Մատթեոսի ավետարանում, երբ որ Հիսուսը գնաց աղոթքի, երբ որ Հիսուսն ասում է հոգիս մեռնելու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք, եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա ընկավ աղոթքեր անում եւ ասում. Իմ հայր, եթե կարելի է թող այս բաժակը ինձանից անցնի, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Հայր Աստվածը ուզում է, որ մեր աղոթները համապատասխանա Տիրոջ կամքին։ Այն խնդրվածքը, որ մենք ուզում ենք Տիրոջ կամքով լինի մեր համար, որտեղ Տերը ավելի